Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում, հարցմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Одноклассникում, Կոնտակտում, TikTok-յան ալիքներում, Telegram-յան ալիքներում գրացվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կան, կանխատեսումներ, հմայախոսություններ, որոնք որ ես ձեզ իսրդե նվիրում եմ, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Ինչի մասին եմ ցանկանում այժմ սիրելիներս ձեզ հետ զրուցել։ Քանի որ ես էքստրասենս բարահոգեբան եմ, ցանկանում եմ ձեզ հետ խոսել նեգատիվ էներգետիկայի մասին։ Ինչ է իրենից շատ դեպքերում, որ մարդկանց ասում եմ նեգատիվ էներգետիկա, մարդիկ հարցնում են, իսկ ինչ է այդ նեգատիվ էներգետիկա։ Նեգատիվ էներգետիկան դա կարող է լինի թուղթուկրի տեսքով, դա կարող է լինի անեծքի տեսքով, դա կարող է լինի տարբեր տեսակի կախարտական ծիսակարգերի տեսքով, դա կարող է լինի աչքի, նավսի տեսքով, նայած ում վրա ինչպիսի գործողություն կա։ Եվ երբ որ ես մարդուն նայում եմ և տեսնում եմ, որ մարդու վրա կա նեգատիվ էներգետիկա, ասում եմ, որ մարդու մոտ խնդիրներ կա և այդ խնդիրները կապված են նեգատիվ էներգետիկայի առկայությունից։ Ընդհանրապես սիրելիներս, տիեզերքը, մարդը, բնությունը, աշխարհը, Աստվածը, դրանք ամեն ինչ էներգետիկա է։ Աստվածային էներգետիկան դա բարձր լիցքերի էներգետիկա է։ Սատանական էներգետիկան դա ցածր լիցքերի էներգետիկա է։ Այնտեղ որտեղ որ կա ցածր լիցքերի էներգետիկա, դա ինքնըստինքյան սատանայական գործողություն է։ Անեծք, թուղթուկրեր, նեգատիվներ։ Երբ որ հարց եք տալիս ինչ է իրենից ներկայացնում նեգատիվ էներգետիկան, ես ցանկանում եմ որոշակի ձեզ բացատրել, թե իրոք իրենից ինչ է ներկայացնում նեգատիվ էներգետիկան։ Ինչպես կարող է մարդը ինքը զգա անձամբ նեգատիվ էներգիայի առկայություն։ Եթե նեգատիվ էներգետիկան թարմ է, եթե նեգատիվ էներգետիկան չի կատարել իր ամենասեր գործերը, յուրաքանչյուր մարդիկ կարողանում են այդ հասկանալ, բայց եթե նեգատիվ էներգետիկան այնպեսի արած թուղթուկերը, որ մարդը չհասկանա, մարդը ոնց որ անջատվում է, ինքը չի տեսնում իր չորս կողմը ինչ է կատարվում և իր վրա եղած նեգատիվ էներգիան տեսնում են իր հարազատները, իր մոտ բարեկամները, ովքեր որ ցավալով տեսնում են, որ տվյալ մարդը կործանվում է, տվյալ մարդը ընկնում է խնդիրների մեջ, տվյալ մարդը մտնում է պրոբլեմների մեջ։ Եթե գիտեք ինչ, եթե նեգատիվ էներգիա
Իսկ եթե այդ թուղթուգիրը այդ ձև է կատարված, որ այդ մարդու միտքը մտածելակերպը զերոյանա, այդ մարդը չի հասկանա, թե ինքը ինչպիսի իրավիճակի մեջ է։ Ընդհանրակը ինքը ոչ թե կպայքարի, որ այդ նեգատիվ էներգիայից դուրս գա, ընդհանրակը ինքը կպայքարի այն մարդկանց դեմ, ովքեր որ ցանկանում են այդ մարդու ուղեղը բարձեն, այդ մարդուն հասկացնեն, որ ինչ որ բան այստեղ մաքուր չէ, որ պետք է անպայման մաքրվես, որ պետք է անպայման գնաս էքստրասենսի մոտ, պայծառատեսի մոտ, որպեսզի հասկանաս, թե դա ինչ իրավիճակ է։ Մարդը նաև չի կարողանում հասկանալ իր վրա ինչպիսի գործողություն կա, եթե տվյալ մարդու վրա կա կատարված նաև մաղա նեգատիվ գործողություն։ Այո, կախարդական, մոգական, կախարդական մագիայով զբաղվող մարդիկ, ովքեր որ գերեզմաններում են աշխատում, ովքեր որ գերեզմանի էներգետիկայով են աշխատում, տվյալ մարդիկ կատարում են այնպիսի գործողություն, որ այդ մարդու ուղեղը փակվում է, այդ մարդու աչքերը փակվում են, ինքը ոչ լավն է տեսնում, ոչ վատն է տեսնում, ոչ ճիշտն է տեսնում, ինքը դառնում է անկամք, անհասկացող ասնավորություն եւ ինքնստինքյան այդ նեգատիվ էներգետիկան, եթե տվյալ մարդու հարազատները գործի չլինեն, գործի իմի չգան այդ մարդուն փրկելու, տվյալ մարդը ինքնստինքյան կդատապարտվի մահվան եւ կտեղի կունենա տարօրինակ ձևով ֆիզիկական մահ։ Երիտասարդ մարդկանց մահերը հիմնականում դա թուղթուգրերի, անեծքի հետ կապված անեծքի թուղթուգրերի հետ կապված գործողություն է, որի պատճառով այդ մարդը մահանում է, որովհետև մարդը պետք է ապրի, մարդը պետք է երջանիկ լինի, մարդը պետք է վայելի Աստծո տված հնարավորությունը, Աստծո տված էներգետիկան, Աստծո տված լույսը։ Իսկ մարդը գալիս է, հիվանդանում է, մահանում է, դա լինում է թուղթուգրի անեծքի պատճառով։ Աստված մարդուն չի ստեղծում, որ մարդը կա չավրի, չվայելի, երեխա չունենա, ընտանիք չունենա, ամեն ինչից զուրկ լինի, ընչազուրկ լինի, ու ժամանակից շուտեր տարբեր տեսակի հիվանդություններով, տարբեր տեսակի վթարների միջոցով, սպանության միջոցով, ինքնասպանության միջոցով իրեն կյանքից հեռանա։ Երբեք ու երբեք աստվածային ուժը, տիեզերական ուժը մարդուն նման էներգիա չի տալիս։ Ինքը ընդհանրակը մարդուն տալիս է հնարավորություն, որ մարդը ապրի իր ստեղծած կյանքի մեջ, ապրի իր ստեղծած կյանքի վայելքների մեջ, մարդը ապրի, աշխատի, ստեղծագործի, ամուսնանա, սիրի, սիրահարվի, բարիքներ ունենա, դա է տված տիեզերքով մարդուն, որ մարդը պետք է գա, պետք է վայելի, պետք է ուրախանա, պետք է իրեն մարդավարի բայի, ոչ մի խնդիրներ չպետք է ստեղծի ինքը իր կյանքի մեջ, որպեսզի ինքը այս վայելքներին արժանանա նաև հաջորդ կյանքի մեջ, դրախտի մեջ աստվածային ուժերի ներկայությամբ։ Իսկ որ մարդը ընդհանրակը թուղթուգրի մեջ է, իր մահը ցավերի մեջ է, իր մահը տարօրինակ է, ինքը շատ դեպքերում գնում է ինքնասպանության, որը նույնպես Աստծո դեմ քայլ է, որովհետև Աստված քեզ կյանք է տալիս, որ դու վայելես, դու գնում ես քո ձեռով Աստծո տված կյանքից հրաժարվում ես։ Մարդը ինքը իրանից ինչ է ներկայացնում, որ Աստծո տված կյանքից հրաժարվում է։ Դա հատուկ սատանայական գործողություն է, որ մարդուն գցում է նման գործի մեջ, նման կապի մեջ, որ մարդը ոստանում է աստվածային էներգիային եւ Աստծո տված կյանքը դատարեցնում է։ Դա աններելի մեղքերից մեկն է, մարդիկ ովքեր որ ինքնասպան են լինում, իրանք ոչ մի ներում չունեն, իրանք ոչ մի հետադարձ ապրելու, դրախտում իրենց կյանքը վայելելու, ոչ մի թեթև նույնիսկ մի տոկոսանոց էլ բան չունեն հնարավորություն։
գործողություն չունեն։ Ամենամեծ մեղքը դա ինքնասպանությունն է, որովհետև դու չես ստեղծել, դու չես կյանք տվել քեզ, կյանքը տվել է տիեզերքը, կյանքը տվել է քեզ աստվածային էներգետիկան, աստվածային ուժերը, իսկ դու այդ աստվածային ուժերի դեմ ես գնում եւ նման գործողություն ես կատարում, դատարեցնում ես դու կյանքը։ Դա շատ սխալ գործողություն է։ Ինչպես կարող է մարդը զգալ, որ իր վրա կա թուղթուգիր, իր վրա կա անեծք, իր ընտանիքի վրա կա թուղթուգրեր, իր ընտանիքի վրա կա անեծք։ Գիտեք ինչ, շատ դեպքերում այսպիսի իրավիճակ է, եթե մարդու ազգի վրա կա անեծք, դա պատահատից չէ, որ մարդը ծնված օրվանից դա զգալու է իր վրա։ Մեկը մի քիչ շուտ է հասկանում, մեկը մի քիչ ուշ է հասկանում, նայած ով ինչպիսի բիոէներգետիկ դաշտ ունի։ Ես հիմա չեմ նայում, ես հիմա ուղղակի խոսում եմ, հիմա չեմ նայում։ Եթե ձեզ հաճելի է խոսելը կարող եք լսել, կարող եք ձեր նվերները ուղարկել, ես հիմա չեմ նայում, ես հիմա ցանկանում եմ ինֆորմացիա տալ։ Ինչպես կարող է մարդը հասկանա, որ իր վրա, իր ընտանիքի վրա կա թուղթուգրեր, կա անեծքներ, կա նեգատիվ էներգետիկա։ Մարդը կարող է անեծքի տակ լինի, բայց ոչ ծնված օրվանից հասկանա։ Բայց կյանքի մեջ գալիս է այնպիսի ժամանակահատված, որ ինքը ուզե չուզե արդեն ինչ-որ կասկածանք է մտնում իր կյանքի մեջ։ Ինչն է պատճառը, որ ես առաջ չեմ գնում, ինչն է պատճառը, որ ես հաջողություն չունեմ, ինչն է պատճառը, որ ես առողջական խնդիրներ ունեմ, ինչն է պատճառը, որ ես երեխաներ չեմ կարող ունենալ, ինչն է պատճառը, որ ես չեմ կարողանում ամուսնանալ, ինչն է պատճառը, որ բոլորը կարողանում են ինստիտուտ ընդունվել, աշխատել, ավարտել, ես էլ ավարտել եմ ու չեմ կարողանում աշխատել, ես բոլորից խելացին եմ, բայց ես չեմ կարողանում տեղը գտնել։ Սիրելիներս, այնպիսի իրավիճակ է, որ այդ թուղթուգիրը, այդ անեծքը մարդկանց կյանքի բոլոր ոլորտների վրա ազդում է։ Քանի մարդը որոշակի ձևով էներգիա ունի, քանի մարդը որոշակի ձևով աշխուժ է, ինքը կարողանում է այդ էներգիային դիմակայել, բայց արդեն որոշակի ժամանակահատված է գալիս, որ արդեն ինքը չի կարողանում իր էներգետիկայով այդ վիճակին դիմակայել եւ ինքը ընկնում է վատ խնդիրների, վատ պրոբլեմների մեջ, կորցնում է առողջությունը, կորցնում է անձնական երջանկությունը, չի կարողանում իր անձնականը դասավորել, չի կարողանում երեխա ունենալ, երեխան ունենամ է երեխաներն առողջական խնդիրներով, ավելի մեծ պրոբլեմներ, ֆինանսականը մեկը երկուս չեն տանում, գալիս են մինուսներ, գալիս են պարկեր, ինքն էլ աշխատում է եւ երբեք չի կարողանում այդ պարկից դուրս գալ։ Այնպես է լինում նման մարդկանց կյանքի մեջ, որ ինքը անընդհատ դադում են, դառը նստում են, անընդհատ նստում են կոտրած դաշտակի մեջ։ Լինում են նաեւ այնպիսի վիճակներ, նայած տղամարդու վրա ինչպիսի գործողություն է կատարած, որ այդ մարդը կարող է եւ շատ էլ փող է ունենում, բայց չի կարողանում իր անձնականը դասավորել։ Գեղեցիկ է, ավարտած է, կրթված է, իր սեփական գործը ունի, իր սեփական բիզնեսը ունի, բայց չի կարողանում իր անձնականը դասավորել։ Եվ կանանց է վերաբերում սա, եւ տղամարդկանց է վերաբերում։ Մարդիկ չեն կարողանում գտնել համապատասխան կողակից։ Համապատասխան կողակիցները փախնում են, եթե լավ մարդիկ են շատ դեպքերով իրենք են այդ լավ մարդկանցից փախնում եւ այդ մարդը ընկնում է քաոսի մեջ։ Կարող է շատ փող ունենա, բայց չի կարողանա
չի կարողանում երեխա ունենալ։ Շատ դեպքերում նման մարդիկ նույնիսկ ամուսնանում են ու մնում են երեխայի կարոտ։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում ընտանիքը առանց երեխայի։ Ոչ մի բան։ Եթե ընտանիքի մեջ շկաներ իրանք հարուստ լինեն, վայելեն, ոսկու մեջ ապրեն, առանց երեխայի ընտանիքը դա դադարություն է, դա ճիշտ չի։ Շատ դեպքերում մարդիկ կան, որ իրենք ասում են, հա, ոչինչ, լավ է, մենք փող ունենանք, ուտենք, խմենք, երեխան այդքան կարևոր չէ։ Բայց հետո որ փողեր ունենում են, ուտել, խմում են եւ իրենց կյանքի մեջ երեխա չի մտնում, իրենք նոր են հասկանում, թե դա ինչ դժբախտություն է։ Որովհետև Աստծո կողմից մարդու տրված է, որ ինքը պետք է երեխաներ ունենա, որ ինքը պետք է մայրանա, ինքը պետք է հայրանա։ Իսկ եթե մարդը չի կատարում այդ Աստծո տրված այդ որոշումը, նստինքյան ինքը արդեն դառնում է դժբախտ։ Շատ դեպքերում մարդիկ կարող են շատ մեծ փող ունենալ, բայց իրենք այնպիսի անեծքի տակ կգնեն, որ այդ փողը ոչ թե ճիշտ ուղղությամբ ծախսեն, բարեգործություն կատարեն, մարդկանց լավություն անեն, իրենց մեկը դարձնեն երկուս հակառակը։ Այդ շատ փողը գնում է թմրանյութերի, գնում է ալկոհոլի, գնում է սիգարետի, գնում է դեղահաբերի վրա, գնում է առողջական պրոցեդուրաների վրա եւ այդ նույնիսկ այդ հարստությունը, այդ կուտակած հարստությունը այն մարդկանց, ովքեր որ անեսքի դուքտուբրի տակ են, այդ մարդկանց չի ուրախացնում, այդ մարդկանց չի ուրախացնում։ Ինչպես մարդ կարող է հասկանալ, մարդը հասկանա, որ իր վրա կա անեսք, իր վրա կա դուքտուբիր։ Եթե մարդը հասկանում է, որ ինքը ինչ-որ բաներ չի կարողանում հասնել, ինչին ձգտում է, դա փակված է, և որ զգում է, որ իր երազանքները չեն կատարվում, մեր երազանքը չի կատարվում, երկրորդ երազանքը չի կատարվում, երրորդ երազանքը չի կատարվում, դա ցույց է տալիս, որ տվյալ մարդու վրա կա նեգատիվ գործողություն, ինքը պետք է անպայման այդ նեգատիվից ձերբազատվի, որպեսզի իր երազանքները հերթով կատարվեն, որպեսզի ինքը ամեն մի կատարված երազանքի դիմաց ուրախանա։ Եթե մարդու երազանքները չեն կատարվում, նպատակները չեն կատարվում, դա մեջ տխրություն է, դա մեջ ուրախություն չէ, փողներ է գնում, երջանկություններ է գնում, առողջություններ է գնում։ Տեսել եք, ինչքան լավ հարուստ մարդիկ կան, ովքեր որ երիտասարդ մահանում են, իրենց փողներ չի օգնում, որովհետև այդ մարդիկ եւ այդ մարդկանց ազգը անեծքի տակ է, իսկ իրենք չհավատալով, չմաքրելով ինքնըստինքյան կանգնում են նման իրավիճակի առաջ, որ տարօրինակ ձևով մահանում են։ Կարող է անեծքի տակ է, կարող է դուգրի տակ է, կարող է ինչ-որ նախանձի ու նավսի տակ է, դրա պատճառով իրենք նույնիսկ իրենց ստեղծած, իրենց հարազատները ստեղծած հարստությունը չեն կարողանում վայելել։ Տարօրինակ ձևով 40 օրվա մեջ ինչ-որ մի հատ հիվանդություն է աշխարհ գալիս ու ինքը մահանում է եւ իր փողերը այդ հիվանդության դեմ չեն կարողանում պայքարել։ Ինչպես կարող եք հասկանալ, որ կա դուքտուբեր, դա մեջ խնդիրներ է, դա մեջ պրոբլեմներ է, դա մեջ անձնական երջանկություն չկա, դա մեջ անընդհատ եթե ամուսնություն կա, նաև բաժանություններ կա, եթե չեն կարողանում երեխա ունենալ, եթե կնոջ մոտ անընդհատ մահացած երեխաներ են ծնվում, եթե կնոջ մոտ անընդհատ վիժումներ է, եթե կնոջ մոտ անընդհատ երեխան ծնվում է, մի քանի օր ապրում մահանում է, այսինքն երեխան ծնվում է ճիճով, բայց մահանում է։ Նաև այսպիսի իրավիճակներ, երբ որ տան մեջ փողը մեկը երկուս չի տանում, եթե տան մեծերը աշխատում են, երիտասարդները այդ փողը տարօրինակ ձևով վատնում են, խաղում են, թմրանյութ են օգտագործում, ալկոհոլ են օգտագործում, տարբեր տեսակի սինթետիկ դեղահաբեր են օգտագործում, վնասում են իրենց առողջությունը, մնում են
տալիս, որ այդ ազգի վրա, այդ տան վրա, տվյալ մարդկանց վրա կա նեգատիվ, կա անեզք։ Եթե տեսնում եք, որ ազգի մեջ կա նման խնդիրներ, չեն ամուսնանում, թմրանյութ են օգտագործում, ծխում են, խմում են, ծեծում են, հոգեբանական խնդիրներ ունեն, չեն կարողանում երեխա ունենալ, տան մեջ կա վաղաժամ մահեր, տան մեջ կա ինքնասպանություն կատարող մարդկանց բազմաթիվ գործեր։ Դա ցույց է տալիս, որ այդ ազգը ընկած է նեգատիվի տակ, այդ մարդիկ ընկած են թուղթուկրի և անեզքի տակ։ Դրա համար պետք է անպայման դիմել մասնագետի, որպեսզի մաքրվի, որպեսզի լինի մաքրման գործողություն։ Իմ մոտ շատ մարդիկ են գալիս, տարբեր տեսակի խնդիրներով, լինում է եւ որ մարդկանց վրա կա անեզքի գործողություն, նայում ես, ամբողջ ազգը տոհմական անեզքի տակ է, ազգը կաղնել է եւ չի զարգանում, տվյալ մարդը որ ազգի վերջի հույսն է, որ ինքը պետք է ամուսնանա, երեխա ունենա, ինքն էլ երեխա չի ունենում կամ էլ չի ամուսնանում, որ երեխա ունենա, ինքնըստինքյան ազգը մահանում է։ Թուղթուկրերի անեզքը այն է, որ այդ ազգը առաջ չգնա, իսկ ազգը առաջ է գնում այն դեպքում, երբ որ երեխա է ունենում, երբ որ երեխա է ծնվում, երբ որ ամուսնանում է, իսկ ազգը գալիս է այնպիսի իրավիճակ, ոչ տղամարդն է ամուսնանում, ոչ կին արմատը, ով էլ որ ամուսնանում է, երեխա չեն ունենում, ինքնըստինքյան գնում է արհեստականորեն այդ թուղթուկրի անեզքի պատճառով տվյալ ազգը մահանում, գնում է ազգի մահացության վիճակ։ Բարև ձեզ սիրելիներս, ես այժմ չեմ փորձում նայել, այժմ ցանկանում եմ խոսել թուղթուկրերի, անեզքների, աչքի նեգատիվ էներգետիկայի մասին, որպեսզի իմանաք, որպեսզի պաշտպանված լինեք։ Նեգատիվ էներգիան անեզքը ինչպես դուք կարող եք ստանալ, կարող է ձեր հայրական ազգը, ձեր մայրական ազգը սխալ գործողություններ կատարած լինել, որոնք են այդ սխալ գործողությունները, կարող է լինի մանկամղձություն, կարող է լինի ընտանիքի մեջ արունի հետ սեռական հարաբերություն, կարող է եւ դուք դա չիմանաք, բայց ընտանիքի մեջ լինի, կարող է լինի բռնաբարություն, կարող է լինի մեկը մյուսի կնոջն է տարել, մեկը մյուսի ամուսնուն է տարել, երեխաներին թողել է առանց ծնողի, առանց մոր, առանց հոր, նման դեպքերում անձնական ֆոնը տվյալ ազգի, անձնական էներգետիկան լրիվ փակում է։ Այո, երբ որ իմ մոտ գալիս են, ես տեսնում եմ, որ մարդը անձնական խնդիրներ ունի, ես տեսնում եմ, որ այդ մարդու անձնական խնդիրը գալիս է հենց իր եւ հայրական ազգից, եւ մայրական ազգից, այդ ազգի մեծերը ինչ ասես արել են, բռնաբարություն, ուրիշի կիններն են տարել, ուրիշի մարդուն են տարել, ուրիշի տունն են քանդել, ուրիշի հղիացրել են, դիրություն չեն երել, ու ոչ թե մի հոգու, մի քանի հոգու, հղիացրել են, տարել են այդ երեխային, ստիպել են, որ այդ կինը աբորտանի, հեռացնի, շատ դեպքերում այդ կինը մահացել է այդ աբորտի տակ, ինքնըստինքյան նման կատարած սխալ գործողությունները առանց պատասխան չեն մնում, գիտեք, որ կա տեզերական բումերանգի օրենք, ինչ ցանում ես, դա էլ հնձում ես, Աստվածաշնչի մեջ գրված է ձեր կատարած եւ լավ գործերի համար, ձեր սերունդն է օժտվելու, պատասխան տալու, ուրախանալու, նաեւ ձեր վատ կատարած գործերի համար ձեր սերունդը պատդադապարտվելու է, մինչեւ 9 սերունդ։ Իսկ մարդիկ ամեն ինչ անում են, ոչ մի հաշվի են առնում Աստվածաշունչ, ոչ հաշվի են առնում քրիստոնյա, ոչ հաշվի են առնում, որ մենք առաջին քրիստոնեական եկեղեցին ունենք, առաջին քրիստոնեացուն ընդունած պետությունն ենք,
ոչ մեկը ոչ մի բան հաշվի չի առնում։ Մարդը մենակ մտածում է, ինչպես բռնաբարի, ինչպես սբանի, նայում են Երևանում եմ ալու, օրական 3-4 հոգի իրար մորտում են օրական։ Մեկը կրագեց, մեկը մորտեց, մեկը սպանեց, մեկը կնդակահարեց։ Իհարկե նման գործողություն կատարողների ազգը ընկնելու է անեծքի մեջ։ Ազգը ընկնելու է անեծքի մեջ եւ ինքը չի ձերբազատվելու այդ անեծքից։ Ինքը եւ իր սերունդը պատասխան է տալու իր կատարած հանցագործության համար, իր կատարած բռնաբարության համար, իր կատարած մանկապողջության համար, իր կատարած այդ արունի հետ ամուսնանալու եւ սեռական հարաբերություն ունենալու հետ կապված։ Իմ մոտ գալիս են մարդիկ, ովքեր որ շատ դեպերով հոգեբանների մոտ չեն կարողանում գնալ, բայց գալիս են ինձ մոտ ասում են, որ ես այսպես պրոբլեմ ունեմ, ես իմ հարազատի հանդեպ, իմ ծնողի, իմ քրոջ, իմ եղբոր հանդեպ տարօրինակ հակում ունեմ։ Դա ցույց է տալիս, որ այդ ազգը շնորհական անեծքի տակ է։ Դա ցույց է տալիս, որ այդ ազգի մեծերը նման գործողություն են կատարել եւ ընկել է այդ ազգը կիսատերիները դա անվանում են շնորհական անեծք։ Եվ այդ ազգի մեծերը իրենց կատարած անպատասխանատու սխալ քայլերի պատճառով իրենց զավակներին են գցել այդ նեգատիվը։ Մարդիկ չեն կարողանում դիմել հոգեբանի, ամոթում են։ Իմ մոտ գալիս են եւ ես տեսնում եմ, մաքրում եմ մարդկանց այդ էներգետիկայից, մաքրում եմ մարդկանց այդ նեգատիվ էներգետիկայից, դա շատ անեծք է։ Եթե այդ անեծքը չի մաքրում, քուրը քրոջ հետ է աղբոր հետ է ամուսնանում, աղբերը քրոջ հետ է ամուսնանում, հայրը երեխային է բռնաբարում, տղա երեխան մորձոսն է մտնում, դա բոլորը շատ անեծքի զոհ է, շատ անեծք է։ Երեխա չեն ունենում, որովհետև ուրիշի տունն են քանդել, ուրիշի երեխային են սպանել, ուրիշի հղի կնոջն են մորտել, հորից երեխան են հանել, ինքնստինքյան իրանք երեխա չեն ունենալ։ Երբ որ նայում ես այդքան մարդկանց վրա դու չկա, իշկա մարդկանց վրա կանես, որովհետև պատերազմներ, մարդը ծնված օրվանից մենակ պատերազմում է։ Եվ այդ պատերազմի ժամանակ ինչ ասես անում է, ոչ մի զինվոր էլ սուրբ չի, ոչ հայ զինվորը, ոչ թուրք զինվորը, ոչ ռուս զինվորը, եթե մի բանի անունը զինվոր է, իրենք գնում են մորտելու, իրենք մորտելուց բացի ամեն ինչ էլ անում են։ Ճիշտ է, կա այսպիսի խոսակցություն, որ ասում են, եթե ձեր վրա են հարձակում, դուք պաշտպանվում եք, դուք սուրբ նահատակներ եք, եթե պաշտպանվում եք, բայց եթե դուք եք պաշտպանվելու ընթացքում ուրիշի կնոջն եք սպանում, բռնաբարում, դուք նույնպես ընկնում եք այդ անեծքի տակ։ Մեր այս ազգը գած է այդ անեծքի տակ։ Նայում են, գալիս են այս մոտ մարդիկ, աշխատում, մարդ չունեն, տուն չունեն, տանիք չունեն, ինչ որ իրենց հարազատները, ծնողները ստեղծել են, դա իրանք դրա գործնում են։ Իրենք ոչ թե մեկը երկուս են դարձնում, ընդհանրապես լրիվ խանդում, ամեն ինչ ավիրում են։ Ինչն է դրա պատճառը, սիրելիներս, որովհետև այդ ազգը անեծքի տակ է, որովհետև այդ ազգի մեջ փողերը այդ քանձերը ինչ-որ կուտակել են, դրանք ճիշտ ճանապարհով չեն ստեղծվել, դրանք աշխատանքով չեն ստեղծվել, դրանք չեն ստեղծվել տվյալ մարդու ուղեղով, տվյալ մարդու հմտությամբ, տվյալ մարդու գիտելիքներով, տվյալ մարդու ձեռքով, ոչ նկարել են, նկարն են պատճառել, ոչ ռեժիսոր են իրենց ռեժիսորությունն են կատարել, ոչ դերասան են իրենց դերասանությունն են կատարել, ոչ բիզնեսմեն են իրենց բիզնեսով են զբաղվել, ոչ։ Նման մարդիկ այդ վիճակի հասնում են, որովհետև իրենց նախնիները փողը ձեռք են բերել կոմությամբ, թալանել են մարդկանց, թալանել են բանկերին, երբ որ եղել է
այդ մարդը հանցագործ է, պետք է այդ մարդուն դատել օրենքով, ոչ թե այդ մարդուց վերցնես ու դու դառնաս հանցագործ։ Մեր ազգի մեջ 99% ով որ գալիս է ոդը իրան նախնիները մենակ գողացել են ուրիշի հարստությունը, գողացել են ուրիշի բիզնեսը, մարդկանց աշխատեցրել են գումար չեն տվել, ծրի աշխատեցրել են գուր չեն տվել, մարդ են սպանել, հանցագործություն են արել, եկեղեցիներ են քանդել, մեր ժողովուրդը մոռանում է, թե ինչ է կատարվել 2018 թվականին, եկեղեցիների կպետներն են քանդել, եկեղեցիները դարձրել են գոմեր, դարձրել են ախորներ, դարձրել են պահեստներ, փլել են, եկեղեցու վանականներին, ովքեր որ լավ մարդիկ են եղել, ոչ թե վանականների պես, այդ վանականներին եկեղեցու կպետից ցածր գծել սվանել են, ինչ ասես արել են, երբ որ նայում ես, տեսնում ես այդ ազգը, ինչ մեղքի տակ է խրված, արդեն հասկանում ես, թե որտեղից են գալիս տվյալ մարդկանց այդ իրավիճակը, այդ խնդիրները, արդեն հասկանում ես, դուք եք պետք է հասկանալ, գիտեք ինչ, շատ դեպքերում գալիս են մարդիկ և ասում, ախր մենք ինչ մեղք ենք գործել, ախր մենք ինչ մեղք ունենք, ոչ, դուք չեք գործել, ձեր մեծերը գործել են, և սերունդը պատասխան է տալիս իր մեծերի կատարած գողության, սպանության, մանկաբուծության, թմրանյութ վաճառելու, ամեն սխալ գործի համար, ամեն կատարած հանցագործության համար, ինչ որ արել են մեր նախնիները, մեր մեծերը, մենք պետք է պատասխան տալ։ Իսկ եթե մեր նախնիներն ու մեր մեծերը լավ դրական գործողություններ են կատարում, այդ դեպքում մենք թագարանը, մենք բարգավաճում ենք, մենք աճում ենք, մենք ամուսնանում ենք, մենք երեխա ենք ունենում, մենք շրջում ենք, մենք երջանիկ ենք, մեր մեկը ելույթ է դառնում, մենք վայելում ենք մեր կյանքը, որովհետև մեր նախնիները լավ մարդիկ են եղել, մեր նախնիները ստեղծող արարող ասնավորություններ են եղել, դա է պատճառը, ինչն է պատճառը, որ մեկը ազգը վերանում է, մի ազգը մահանում է, իսկ մի ազգը չի մահանում ինք առաջ։ Կա Լենինի ազգը, չկա, որովհետև Լենինը հանցագործ է, կա Ստալինի ազգը, չկա, որովհետև Ստալինի ձեռքերի վրա միլիոնավոր մարդկանց արուն է, կա Հիտլերի ազգը, ոչ, որովհետև Հիտլերի ձեռքերի վրա այդքան մարդկանց արուն է, համակենտրոնացման ճամբարներում խեղդված եվրեների, հրեաների արուն է, չկա, այդ սերունդը չկա, և որ ղեկավարներ են եղել, և որ միլիոնավոր մարդիկ են եղել իրենց ձեռքերի տակը, չկա, որովհետև իրենք հանցագործ են, և տիեզերական օրենքը, տիեզերական աստվածային օրենքը նման մարդկանց այնպես է անում, որ այդ ազգը հիմնահատակ վեշճանում, անհնարին է, նույնն է, մեր այս ժամանակների հանցագործներին կամրեք կտեսնեն, որ ազգերը կվերանան, իրենք իրենց փողը չեր վայելել, իրենք իրենց պետությունը չեր կարողանա դիրապետել, կամ կմահանան, կամ ինքնասպան կլինեն, որովհետև նման մարդկանց վրա այդքան արուն կա։ Ամեղ արունը ոչ մեկը չի կարող վայելել, ոչ մեկը չի կարող ամեղ արունը վայելել։ Դրա համար մարդ պետք է լավ ապրի, մարդ պետք է խելացի ապրի, մարդ պետք է ճիշտ ապրի, որպեսզի ինքը չգնի անեսքի տան, որպեսզի իր վրա որևէ մեկը կախարդություն չկատարի։ Ճիշտ է լինում է, երբ որ մարդու վրա թուղթուղիր է կատարում ուղղակի նախանձից ելած, ինչն է պատճառը, որ այս մարդը պետք է խելացի լինի, լավ սիրուն կին ունենա, լավ սիրուն ամուսին ունենա, լավ
գործեր ունենան, կատարում են նախացույցերներով։ Նաև մարդկանց կատարած սխալ գործողությունների պատճառով այդ ազգը գնում է անեծքի տակ։ Այդ ազգը գնում է անեծքի տակ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ցանկանում եմ խոսել մի քիչ այս թուղթուգրերի մասին, նեգատիվ էներգիայի մասին, անեծքի մասին։ Միտե ձեզ չի հետաքրքրում, ձեր ոչ մեկի տնից դուրս չի եկել, ոչ մեկը իր հագուստի միջից չի գտել, իր տան անգոնու բարձի միջից չի գտել, այդ թեման ձեզ չի հետաքրքրում։ Բարև ձեզ։ Խոսում ենք թուղթուգրերի մասին, խոսում ենք անեծքի մասին։ Ինչի համար եմ խոսում, որպեսզի դուք սխալ գործողություններ չկատարեք, որպեսզի ձեր երեխաները ձեր կատարած սխալ գործողությունների համար պատասխան չտան։ Երբ որ լինի 7:30, ես կսկսեմ նորից նայել, որտեղ զգում եմ, որ շատ մարդիկ կան, ովքեր որ հարցեր են տալիս։ Ակտիվ եղեք, կես ժամից ես կսկսեմ ձեր այդ հարցերին պատասխան տալ։ Այսօր այսպես որոշեցի։ 7:30 կսկսեմ ձեր հարցերին պատասխանել։ Չգիտեմ ինչ ձեն է գալիս, հնարավոր է ծիլիկների, որովհետև Բարեզի դուրը բաց է, ծիլիկների, երեխաների ձեն է գալիս։ Դե ինչ են ես արածվի ծիրադրել, չես կարող այս շոկին նստել։ Մի քիչ դիմացեք։ Իս ձայնս չի լսվում։ Բարև ձեզ, որոշել եմ այսօր երկրորդ անգամ պետք է մտնեմ ու եթեր։ Հարցեր կան, որ մնացել է կիսատ, մարդիկ կան, որոնց հետ որ չեմ կարողացել աշխատել, որոշել եմ այսօր 7:30 նորից պետք է մարդկանց հետ աշխատել։ Նա է, նման որոշում կայացրել եմ։ Ծիդիկների ձեն է, համուխշոց է, հայատիս տուրոպած է, լսվում է։ Բարև ձեզ սիրելիներս, բարև